Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապի թաղմանը գնալու է։ Դու ուզում ես թե ուզում ես չէ թե եթել ես Չեմ կարծում։ Չգիտեմ։ Չեմ կարծում։ Ես կարծիք չեմ հայտնում, կներեք։ Դե կուզի գնա, չի ուզի չի գնա։ Չգիտեմ։ Տեղյակ չենք։ Ոչ։ Չգիտեմ, բայց ես տենց եմ կարծում։ Ես ես թաղման մասին չեմ մտածում, չեմ լսկում։ Այդ հարցերը ինձ ոչ։ Երևի գնալու է հարգելով։ Այո, գնալու է։ Չեմ կարող ասեմ։ Չեմ կարող ասել։ Կարծում եմ երևի հա մոտ էին իրանք։ Հա, երևի գետա։ Ինչի եք կարծում որ կգնա։ Դե Հայաստանի պատիվն է։ Եթե ինձ հարցներ իմ համար, ես կասեի իր համար չեմ կարող բան ասել։ Հիմա ես որ չեմ ուզում իր անունը լսել։ Կարող է եւ լինի, եթե հրավիրեն, ինձ թվում է կգնա։ Ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Չգիտեմ։ Ես իմ իր մտքին ինչ կա։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ, երևի չէ։ Որովհետև ինքը քրիստոնյա չի։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապի թաղմանը գնալու է։ Դու Հայաստանի KGB-ն ասի, ես չեմ կարող ասել։ Բայց ո՞նց եք կարծում։ Անվտանգությունը կարող ասի, ես չեմ կարող իր տեղը պատասխան տամ։ Ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Կասամարտայի իր նստավայրում։ Հռոմի Պապը նախորդին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Անցած նոյեմբերին էլ Վատիկանում գտնվող վարչապետ Փաշինյանն էր հանդիպել նրա հետ եւ շնորհակալություն հայտնել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։ 2016 թվականին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել էր Հայաստան։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը գնալու է Հռոմի Պապի թաղմանը թե ոչ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։